Բարև ձեզ, այսօր կզրուցենք Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ։ Պարոն Բաբայան, մի փոքր հետ տեղափոխվենք ժամանակով, գնանք 2020 թվական։ Ինչպես ստացվեց, որ դուք հայտնվեցիք հրամանատարական կետերում ու եկաք Ստեփանակերտ։ Շնորհակալ եմ հարցի համար եւ առաջի հերթին նաեւ որ ես այն պաշտոնը, որը զբաղեցնում էի, անվտանգության քարտուղար, խորհրդատվական պաշտոն է դա, որը նախագահի խնդրանքով, որտեղ իրան եմ խորհուրդ տալիս, ինձ խնդրում է, որ լինեմ այդ կետում, շտաբում, որ դուք բունկեր եք անվանում, լինեմ տեղից իրական իրավիճակը իրան տեղյակ պահեմ, որն էլ ես արել եմ, այդքան մի բան, ուրիշ որևէ խնդիր չկա։ Ավելի լավ եք դուք տիրապետում իրական իրավիճակին, քան ոչ թե ավելի լավ է տիրապետում, դե տիրապետելու բան չկա, դա խնդիրը նա է, որ զեկուցան ներքևից գալիս, իրավիճակը նայում ես մարիտորների վրա, բարձրացում է ինչ զարգացում է լինելու։ Ամենասկզբից պատերազմի, որոնք էին ամենաակնհայտ բացերը, սխալները, որոնց թույլ չտալու դեպքում այսպես չէր ստացվի։ Առաջի հերթին միջև պատերազմը սկսելը մեծ հաստիկներ եմ գրել, որ նրանք ովքեր մոբ ռեսուրսը կհավաքեն, դրանք առանձին միավորներ լինեն, այլ ոչ թե ընդհանուր զորքերի հետ մեկ խնդիր, երկրորդը սպայական կազմը, վերադասը եւ ընդհանրապես սպայական կազմը գիրք չէր եւ ունակ չէին կառավարելու ռազմաճակատ 270 կիլոմետր ճակատ ես դեռ մարդ չեմ ճանաչել, որ նա կարող է կառավարի։ Ես դրա մասին միջև պատերազմն եմ ներկայացրել եւ Հայաստանի վարչապետին եւ ընդհանրապես։ Եվ այն իմ ձևակերպումները 16 թվին, որ մենք պատերազմի դեպքում ոգով հո հրթիռ չեք բռնելու կամ չգիտեմ ինչ եք անելու, ոմանք լավ չեն ընկալել։ Եթե նորից մի հատ էլ նայեն այդ ինչ եմ ասում եմ ինչ որ հիմի կրկնում եմ, ասում եմ, որ կառավարման համակարգ գոյություն չի ունեցել եւ այդ մարդիկ ունակ չեն եղել ռազմաճակատ ղեկավարելու։ Եթե ոմանց թվում էր, որ առաջի պատերազմում դա հեշտ է եղել եւ դա ուղղակի հաղթանակա, որ մեր տղերքը ոգին բարձր է, դա է, չէ եղել տենց։ Նույն այդ տղերքը, նույն այդ ազգը, նույն այդ ժողովուրդը առաջի պատերազմում, առաջի մի տարում պարտվում էր։ Ինչն էր պատճառը։ Բարձր ոգի, ուժեղ ժողովուրդ, կառավարում չկար։ Իսկ կառավարման բացը որտեղից է գալիս։ Կրթությունից, վերաբերմունքից, դիսցիպլինայի բացակայությունից, որտեղից։ Մի 3 պատճառ ունի ամենագլխավորը եւ կառավարման դիսցիպլինան է, կարգուկանոն չկար, մեկ, երկրորդը ճիշտ չէր կազմակերպվում խնդիրը, մարդը ինչքան էլ ինքը գրագետ, անգրագետ, ինչ էլ լինի, իր 7-րդ գարանով զգում է, երբ որ դու ուղարկում ես մի ուղղությամբ, ինքը զգում է, դու իրան ուղարկում ես խնդիր կատարելու, թե ուղարկում ես զոհվի։ Երբ որ ինքը զգում է դա իր 7-րդ գարանում, ինչքան էլ դու իրան համոզես, չես կարող այդտեղ տանես։ Ինքը չի գնալու ուղղակի։ Սա փորձություններ է եւ հոգեբանական պետք է զգաս դու ռազմաճակատը, որտեղ ինչա պետք եւ որ հրամանատարին ինչ խնդիր ես դնում։ Դա մեծ խնդիր է, այդ ձև չի ոնց որ պատկերացնում էին ոմանք եւ բերեց նրան ինչին բերեց էլի իրական իրավիճակը։ Փորձվածության բացակայությունն էր, խնդիրը որ չէին հասկանում, որ հրամանատարին ինչ առաջադրանք տա։ Չէ, պատասխանատվության վերցնելու եւ հստակ լինելու քո որոշումների մեջ չկար այդ անձը գոյություն չուներ, իրար գրպան էին գցում, իրար վրա էին գցում ով ինչ ասել, այսօր էլ նույն ձևի այդ պարտությունը իրար վրա են գրում, մեկը չկա ասի, որ իրա սխալով է պարտվել։ Իսկ ներքաղաքական կոմպոնենտը ինչ նշանակություն ուներ պատերազմի ընթացքում, չէ՞ որ շատ գործիչներ այդ ժամանակ Արցախում էին։ Դա որևէ կապ չունի։ Եթե զինվորականը կարողանում է ճիշտ կազմակերպի, կարողանում է խնդիրները լուծել եւ հաջողություն ունենում ռազմաճակատում, ամբողջ ազգիդ ոգին բարձրանում է, որևէ դիմություն ոչինչ չի խոսում, փորձում են մատակարարեն ամեն մեկը ինչ որ ձևի օգտակար լինի, որ ինքը պատմության մեջ մնա դրական, հա,
Այսինքն կախված այն առաջի գծից, երբ որ մենք ասում ենք դիվանագիտական հաջողությունը 93-ին եւ դա առաջի գծում է, հաղթում ես, բոլորը քեզ հարգում են։ Տեսնեք դիկտատոր Ալիևին այսօր բոլորը հարգում են, գնում են, ընդունում են, մեծ գերտերություն են համարում տարածաշրջանում լուրջ խնդիրներ ալուծում։ Այդ հաղթանակն է, ժողովուրդ։ Դուք ձերը չեք կարողացել պահեք, ունենաք, օգտագործեք իշահ պետության զարգացման։ Աշխարհում եւի առաջի երկիրն ենք, որ պատերազմում հաղթում ենք, տնտեսությունը պարտում։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ սոցիալական վիճակը այդ վիճակում բերում ենք նրան հասցնում, որ Նիկոլը դառնում է ղեկավար։ Այսինքն ինչքան ենք եղել թույլ, որ Փաշինյան Նիկոլին ընտրել են ղեկավար։ Այսինքն ինչքան ենք հիասթափված եղել, որ ոչ մի բան չի ասել, մարդ չի ասել ոնց է զարգացնելու, ինչ տնտեսություն է կառուցելու, ինչ քաղաքական դաշտ ալնելու, պրոստը ասել է ուռա, մեր հետ ենք հեռացնում ենք Սերժիկ, Մերժիկ, չգիտեմ ինչ, всё, ընտրվել է։ Դա խոսում է, որ գայուն չի քաղաքական դաշտ, գոյություն չունի, հասարակությունն էլ անելանելի վիճակում ինչ-որ մի բանից բռնում է, որ այդ վիճակից դուրս գա։ Դրա մասին եմ խոսում։ Կար արդյոք պահ պատերազմի ընթացքում, որ ամենաարդյունավետն էր ու կարելի էր այդ պահի վրա հենվելով ու բանակցային պատուհան գտնելով լավագույն ելք ունենալ ու կանգնեցնել։ Չի կարող որևիցե պատուհան լինել, երբ որ հակառակորդը ամընդհատ հաջողության մեջ է, ինքը տեսնում է, որ իր զարգացումները գնում է հաջող, ինքը փորձի ուղղակի պատերազմը կանգնեցնի։ Երբ որ եկել է վերջի փուլում ինքը խնդիր է դրել հասնի Շուշի բարձունքը վերցնում արդեն դու օղակի մեջ ես, սա լավ համաձայն եմ, եկեք բանակցենք, եկեք կառնեցնենք, բայց իմ պայմաններով։ Ես դա միջև այդ բացատրել եմ, որ պետք է չկայնել, որտեղ 50-50 էր վիճակը, հետախուզության տվյալները արդեն կար սեղանին ու պարզ երևում էր, պետք էր ուղղակի նորմալ ղեկավար նստել, սկսել կառավարելը։ Նրանք չհամաձայնվեցին, ես իմ առաջարկը Հայաստանի վարչապետին արել եմ, անձամբ եկել եմ Երևան խնդրել, որ նշանակի, նրանք ինձ նշանակեն Ղարաբաղի հրամանատար, իրանք քննարկել են իրար հետ եւ դրական լուծում չեն գտել։ Դրանով իսկ բարձ է դարել իմ համար, որ այդ մարդկանց խնդիրը ոչ թե մենակ հաղթելն է, այդ մարդկանց խնդիրը աթոռ պահելն է։ Ինչ էիք անելու դուք, եթե դրական պատասխան տային։ Ինչ եմ ես արել 92-ին։ Կարգ կանոն եմ հաստատել, ռազմավարություն եմ ճիշտ մշակել, ճիշտ տակտիկա ենք ընտրել եւ հաղթել։ Նույնն էլ անելու է հիմի։ Համապատասխան պատասխանատու սպաներ են լինելու իրանց այդ բրիգադի պաշտպանության հրամանատարների տեղը, մարդիկ, որոնք չեն ստում, կոնկրետ առաջադրանք ստանում են, եթե չի ստացվում, ասում են չի ստացվում, փորձում ես օգտակար լինես, կարգավորես այդ հարցը եւ այլ եւ այլ։ Այսինքն ստի վրա զեկույցները ավարտվելու է, որովհետեւ նրանք ովքեր իմ հետ աշխատել են եւ իմ հետ ծառայել են, գիտեն, որ սուտ ասելով չի ստացվում։ Դա ամեն ինչ ընկնելու է իր տեղը։ Գլխավորը կանոնը եւ ռազմավարությունը, ասենք հակառակորդը օդից ուժեղ է, դու պետք է կարողանաս այն տակտիկան ընտրես, որ իրան այդ ուժեղությունը չեզոքացնես, զրոյացնես։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է անընդհատ զորք շարժման մեջ, մենակ ոտով, արագության մեջ, հնարավորություն չտալ իրարից հեռավորությունը պահպանելով, աշխատել, որ հակառակ եւ մոտենալ այնքան հակառակորդին, որ իր հնարավորությունը հեռվից խփելու զրոյացնել։ Սա տակտիկայի մոտորապես ձևակերպեցի։ Նման խնդիրներ կա, արել եք, չէ, խի, խելքները չի կտրել, չգիտեմ, չեն հասկանում։ Առաջի պատերազմում 92-ին իրանք օդում ուժեղ էին, օդը իրանց ավիացիան աշխատում էր։ Շտվեց ընդամենը 4-5 ամիս։ Տակտիկան փոխեցինք, հասկացինք, որ չեք կարող օդը օգտագործեք։ Այդ ինցացիան 19 տիկնաթիռ են գործել, մի այդքան էլ վերտալոտներ ադրբեջանցիք։ Իսկ 44 օրյայի ժամանակ մեր հոպը ինչ վիճակում էր։ Դες մեր հոպը ասեցի, հենց պատերազմը սկսել է 50%-ը չեզոքացած ա եղել, նրանց հետո էլ չի կարողացել կազմակերպի, չի կարող
մի դուռ լինի, մի 270 կիլոմետրը, ասենք 5 զինվորով պահես, չի լինում։ Նույնն էլ այդ հոպն է, օդը, նույն ձևի ոնց որ ռազմաճակատի առաջի գիծն ասենց շարված, խրամատավորված, օդն էլ է լինում խրամատավորված։ Հասկացողների համար, հա, կարան գեներալ լինեն, իսկի չհասկանան, որ օդն էլ է տենց խրամատավորված։ Եկեք կոնկրետ օպերացիաների մասին խոսենք։ ԼԼԹՓ-ի օպերացիայի մասին, ԼԼԹՓ-ի ձախողված, այդպես են ձևակերպում, ձախողված օպերացիա։ Ով ասել բաց։ Շատերն են ասում։ Դա իմ խոսքերը չեն։ Դուք էլի կրկնում եք շատերի ասածը, շատերը չեն էլ հասկանում։ Այդ համար եմ ասում, գեներալի պագոններով, բայց զինվորել չի։ Բայց խոսում է դրա մասին։ Հասկանում եք, եթե դուք այս ճանապարհը անցնում եք, այդ լալաթափեն այնտեղ է, մի 10 կիլոմետր հեռու է, դու ավելի խորքից կտրել ես իր մեջքը։ Կկոչվի դա լալաթափ է, չի կարա կոչվի, չէ՞։ Այսինքն դուք այդ տարածքը մենք որ գրավել ենք, ազատագրել ենք 93 թվականին, այդ նույն ճանապարհով հələ մի քիչ ավելի խորք, մեր կալոնան տանկովի պիխոտան մտել է, հետևակը այդ ճանապարհը կտրել է, հակառակորդին Արաքս գետին դեմ ենք տվել, անցել են Իրան իսլամական պետություն, դրանով ավարտվել է։ Նույն օպերացիան, նույն ձևի, նույն մտքով, բայց ունակ չեք անելու։ Հիմի ով է մեղավոր։ Ձախողված լալաթափեն, թե ձեր ուղեղները, ասում եմ, տղերք։ Մի հատ ինձ ասեք, այսինքն եթե դու ունակ չես դա կառավարելու, հրամանով նշանակեիր ինձ, ասես դու ես առաջարկել, խնդրեմ, դու էլ գնա իրագործի։ Այս էլ քեզ ենթակա զորքերը։ Այդ չես արել, դուք եք արել, դուք եք գնացել, որ կառավարեք, չեք կարողացել, ասենք եթե պետքա պայմանական այդ օպերացիային 88 տեխնիկա մասնակցեր, տանկ ու ԲՄՊ, ասենք 100 քանի հրետանի, այսքան հետևակ եւ այլ, հասել ես տեղանք, որ պետքա օպերացիան առավոտ 7-ին սկսի, 7-ին չես հասել, 11-ին ես հասել։ Տեխնիկական խնդիրների պատճառով է նշացել։ Այդ տեխնիկայի 1/3-ն էլ չտեղ հասել։ 1/3, այսինքն մենակ այս ճանապարհը Ստեփանակերտից կամ չգիտեմ, մի այլ տեղից այդ ճանապարհը, որ տեխնիկան պիտի հասներ հետևյալ տեղանք եւ տեղից արդեն կազմակերպված հարձակում սկսեն, չեն արել եւ ուղղակի ընթացքից փորձել են ինչ-որ հարց լուծել։ Ու ամբողջ օպերացիան պրավալ տվել, դրա համար ով է մեղավոր լինում։ Շատ մարդկանց վկայություններ եմ լսել ես կապված հենց ԼԼԹՓ-ի գործողության հետ։ Տանկերի անսարքության մասին են ասել։ Տարածքին անծանոթ են եղել, հասել են տեղ խնդիր կատարելու, բայց տարածքին որպես այդպեսին չեն իմացել, որ կողմ գնալ, որ կողմում ինչ կա, այսինքն միայն չի կարելի մեղադրել 1 կամ 2 անձի։ Չէ, լսեք, ուշադիր լսեք։ Առաջին դու սպայես քարտեզով ես առաջնորդում, ինչ նշանակում տեղակին ծանոթ չեն։ Երկրորդ, ձեր ղեկավարները ամսի 6-ին գնացել են այդ տեղանքը այսպես վիզուալ նայել, կողմնորոշվել, այո, ամսի 7-ին օպերացիան որ սկսվի։ Հիմա գնացել ես դու պաշտպանության ղեկավար ես, գումարտակի ղեկավար ես, չգիտեմ ով ես, գնացել ես նայել տեղանքը, քողությունը հասկացել եւ այլն եւ այլն։ Հիմա այդ տեղանքը, ասես մի հատ բարձ ճանապարհ է, այսպես ուղիղ մի հատ ճանապարհ է։ Այս ճանապարհով ես դու մտնում ենք, դու իմ թիկունքն ես պահում, ես քո, ու ցենց շարելով գնում ենք։ Ինչ է պետք դուք դեռ հասկանաք։ Ամերիկա պիտի բացենք, թե ինչ, չեմ հասկանում։ Սա մեկ, երկրորդը, ձեզ փոխանցողները ոչ թե բանակից, կոսմոսից էլ չեն խաբար, ոչ մի բանից խաբար չեն։ Այդ մարդիկ ուղղակի լսել են փողոցի խոսակցություններով պատմում են։ Ես հենց զինվորականների վկայություններ եմ լսել։ Այդ եմ ասում, դա զինվորական չի ուրեմն։ Դա կոլխոզի նախագահել չի, որովհետև բարձ ձեզ ասում եմ, մի հատ ճանապարհ, այս ճանապարհով ես դու գնում ենք, դու իմ մեջն ես պահում, դուք իմ մեջն ես պահում, մեջքս եք պահում ես ձեր։ Ու բլուրները, այդ բլուրները իր պոստեր դնելով գնում ենք։ Ինչ տարածքա պետք մենք ճանաչենք։ Ումա պետք ճանաչենք։ Ոչ մեկին, ոչ մի բան։
ուղղակի կատարել քեզանից կախվածը, որ իմանաք այդ ասողներին հասարակ հարցին հարցով ուղեք։ 70 հոգի մարդ, 5 տղաներից, որոնք կռվել են առաջի պատերազմում, մտել են այդ տարածք ամսի 7-ին իրիկունը, մինչև ամսի 8-ի իրիկունը պահպանել են այդ դիրքերը, որ դուք հավաքվեք, նորից գնաք ձեր խնդիրը կատարելու։ Ոնց է իրանք 70 հոգով կարողացել են այդ խնդիրը լուծել։ Դուք, չգիտեմ, 1000-2000 մարդով չեք կարողացել լուծեք։ Ոնց հասկանանք։ Այդ մարդիկ ողջ առողջ են, քննությանը մասնակցել են, դրանց բոլորին հարցաքննել են եւ այլն, 2 զոհ են տվել, 3 զոհ են տվել, 2 վիրավոր։ Այդ 70 հոգին։ Մի սուտկա ամսի 8-ը լրիվ պահել են, միջև իրիկուն։ Դուք էլ որպես հրամանատարներ ոչ մեկը մատը մատին չի խփել, որ փորձի այդ խնդիրը լուծի։ Ի՞նչն է եղել խնդիրը։ Եթե սխալ է եղել օպերացիան, ադրբեջանցին պետք է այդ 70 հոգին դեռ մսաղարցով անցկացնել, դեռ ոչ մեկը հետ չգար։ Ճիշտ է։ Բայց հետ եկել են, որ մարդիկ ողջ առողջ են, իմեր արցակ քնվել են, բարձ։ Այսինքն դառնում է, որ ես եմ ճիշտ ասում։ Եթե այդ մարդիկ գնային դեղ բոյտային, զոհվեին, կոտորվեին, վերջանային, շրջափակման մեջ մնային, կհամարենք, որ օպերացիան ինքը գաղափարը սխալ է եղել, գնացել են դիմակայության մեծ եւ այլ։ Բայց որ գնում են հակառակորդը մի մասը կոտորում, մի մասը փախնում, որևէ մի 2 սուտկա դառնում ամսի 7-ից 8-ը միջև իրիկունը, հակառակորդը որևէ ուժ չի տեղափոխում, դեռ քեզ հետ կռվելու չունի որևէտև դու չես կարող կազմակերպես ու հետ ես քաշում, քո սպան չի ենթարկվում քեզ որպես հրամանատար։ Ասում են կապի խնդիր են ունեցել։ Նույնիսկ եմ ասում, ոչ մի կապի խնդիր չեն ունեցել։ Հրամանատարը վիրավորվել է, մեկը ոտից չի ենթարկվել, էմի հրամանատարն էլ տարել է տեխնիկան թողել, երբ որ հասկացել են, այս ճանապարհը ընթացել են, հասկացել, որ այս մի կողմը չի եկել, թողել են իրանց տեխնիկան փախել։ Դարավոր կապ չենք ունեցել, բավ ամեղավոր կապ չես ունեցել։ Դու չէ, որպես հրամանատար դու պարտավոր ես ապահովելու։ Մի հատ տանկվի բրիգադա, մի հատ մատաստրելկովի բրիգադա, հետևակնել կողքից էլ մի 2 գումարտակ հետևակ ձեզ են տվել, մի հատ գացան պահելու համար ու չկարողացաք։ Ու չեք ամաչում։ Արտահայտում եք, այսա ազգին խափում եք, որ դե գիտեք մեկին կապ չուներ, մեկը չգիտեմ ինչ չեղավ, մեկը չեղավ, մեկը չեղավ։ Ժողովուրդ, սուտ են ասում, ուղղակի պիտի քաջություն ունենաս, ասես, որ դու չկարողացար կառավարես, անկանոն էինք, կարգապահություն չկար, 0 գաղափար ունեինք, չենք էլ հասկանում ինչ առաջադրանք ենք ստացել։ Շուշիի օպերացիայի մասին եկեք խոսենք։ Դուք գումարտակներ եք հավաքվում, որ կռվեին, քաղաքը պահեին, բայց ինչ որ բան էլի չգնաց։ Ժողովուրդ, գիտեք, ես զարմանում եմ, որ ասում եք դուք գումարտակներ եք հավաքում կամ ես գումարտակ չէի հավաքում, ես դիմել էի Հայաստանի վարչապետին, 2 գումարտակ Հայաստանից կոմպլեկտավորած տարել ենք դեղ, Առաջաձորի ձորակի գումարտակներն էլ վանքի են 5 տղերքը հավաքած, դրանցով կոմպլեկտավոր տարած, պարապոկներ անցած, զինած, որ գնան այդ խնդիրի լուծման։ Ղարաբաղի իշխանությունները գիշերը քնից ելնում են, ժամը 6-ին ես խորհրդակցություն եմ անցկացնում Շուշի գյուղում, Շոշ գյուղում, ժամը 8-ին խորհրդակցություն են անցկացնում Վան գյուղում, որտեղ գնացեք հանգստացեք, նոր եք դիրքերից եկել, վաղը կասենք, ասում եմ, բա մենք հրաման է եկել, որ պիտի դուրս գանք, ասում եմ, չէ, ոչինչ, ես նախագահի հետ կխոսեմ, ես նախագահի հրամանն եմ կատարում, քաղաքացիական ղեկավարը զինվորականների հետ, հետո ես հարցնում եմ, ինչ եք տենց անում, բան, պարզվում է, որ այդ մարդիկ չեն էլ ցանկանում այդ խնդիրը լուծեն։ Ով չի ցանկանում զինվորները։ Կամանդուշի արմիի, պրեզիդենտը Ղարաբաղի եւ այլ բոլորը միասին խորում չեն ցանկանում, պրոստը չեն ուզում, որտեվ ոչ հրաման են տալիս, որ այդ իրեք գումարտակը ենթարկում է Սամվել Անդրանիկի Բաբայանին,
ոչ ասում են ինչ հրետանյա քո ենթակայության տակ լինելու, որովհետեւ փաստաթուղթ չկա, որ քեզ լիազորեն այդ մարդիկ, որ քո ենթակայության տակ այդ խնդիրը լուծես։ Եթե չկա այդ հրամանը, ապա ուրեմն ցանկություն չունեն։ Գալսենք դրան, ճիշտ է, թե չէ։ Իսկ ինչու չունեն ցանկություն, որն է շահը։ Որովհետև համարել են, որ իրանք ավելի լավ օպերացիա ունեն, հեսա Շուշին վերցնում են 3 օրից հետո 500-ից 600 զոհ են տվել այն ճանապարհի վրա այն դիակները, այդ օպերացիա անողները, բայց դա է խնդիրը։ Չհասկանալով, չիմանալով, որ այդ Շուշի օպերացիան առաջի օպերացիայով ոնց ենք վերցրել, նույն սխեման ենք արել, նույն ճանապարհը կտրում ենք, իրան թողում ենք օղակի մեջ։ Էլի չեն հասկացել։ Այսինքն ես ինձանից կախվածը արել եմ, փորձել եմ անել այն, որ մենք հաղթենք։ Ոմանք էլ արել են ամեն ինչ, որ դա չլինի։ Ինչի դա անել քննություն են վարում, թող պարզեն։ Ինչ կարող էին անել հայկական կողմում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրելու համար։ Այդ քաշվելը ես ասել եմ, մի մարդու նման, եթե հակառակորդը ձեր սայուզնիկը ձեզ զենք չի տալիս, մի մարդու նման դուրս եք գալիս Ղարաբաղից, խնդրեմ, ասում եք, սայուզնիկ, եթե քեզ հետաքրքիր է, գնա պահի։ Մենք ուղղակի կոտորվելով, հա, առանց զենքի, լուրջ զենքերի, իմաստ չուներ զոհեր տալ ու հետ քաշվել։ Ես սա էի ասում, սա մեկ, երկրորդ խնդիրը նա է, որ երբ որ ասում ենք ինչ պետք է անենք, մենք պետք է պատերազմը ճիշտ կազմակերպենք, շարունակենք կռիվը, նայստաշենի պրատիվնիկը, որ չենք արել, շուտ համաձայնվել ենք, որտեղ Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը անընդհատ ասում է, որ մտնում են Ստեփանակերտ, շուտ արեք ստորագրեք։ Կես ժամ հետո մենք պլեն ենք ընկնում, շուտ ստորագրեք։ Հայաստանի ղեկավարությունն էլ լսման դեղի ղեկավարությանը ստորագրում է։ Ձեզ ասում եմ, կազմակերպել ղեկավարությունը փոխել, կազմակերպել։ Ղեկավարությունը փոխել որտեղի։ Ղարաբաղի, ես ինչ խոսում եմ Ղարաբաղից հլա, չեմ խոսում Հայաստանից։ Ղարաբաղում Հայաստանի իշխանություններն են նշանակում։ Են ձեզ են խապել, որ Ղարաբաղում իրանք են, ղարաբաղցիներն են։ Չէ, հիմի չեն խապում, չէ, հիմի ասում են, չէ, որ իրանք են։ Միջև վերջի օրը դուք բանակը 2023 թվականի սեպտեմբեր 19-ը բանակը պահել եք ձեր ենթակայության տակ։ Հիմա ասում եք այդ բանակը խի է այդ զենքը հազնել։ Դուք եք հրաման տվել, որ հազնեն։ Հասկանում եք։ Ինչի մասին ենք խոսում մենք։ Ինչ երկու հայկական բանակ եք ունեցել։ 2020 թվականին հրաժարվել եք Արցախի հերոսի կոչումից, ինչու։ Փորձեմ ձևակերպեմ։ Այդ հերոսը ինչի համար է ստացել, որ այդ հողերը ազատագրել եք, չէ՞։ Հիմի հողերը չկա, երկիրը չկա, այդ հերոսի մեդալը պահում ես, ինչ անես։ Որ ինչ։ Բաղը քո թոռը հարցնի ասի, պապի այդ մեդալը ինչի համար է դոշիտ կապած, ասեմ ինչի համար է, այն որ հողերը վերցել ենք տվել ադրբեջանց դրա համար հասնում ես ու վերջել է, դրանով էլ փակում ես այդ գիրքը, այդ էջը։ Լինելով ադրբեջանցիների ահնու սարսափը, մասնակցելով թե առաջին պատերազմին, թե երկրորդ պատերազմին, դուք առանց խոչընդոտի անցաք Հաքարիի կամուրջը, ինչպես։ Ասեմ, ես մասնակցել եմ առաջի պատերազմին, երկրորդ պատերազմին ես չեմ մասնակցել։ Բայց դեր եք ունեցել, չէ՞։ Դա կապ չունի, քաղաքացիական խորհրդատվական դերը դա բան չի, սա մեկ, երկրորդ։ Երբ որ ասում եք ոնց դուք անցաք, այնտեղով կարա ցանկացած մեկը անցել է, ոչ մեկին չեն կաղնեցրել, մինչև ամսի 26։ Հայկական լրատվական դաշտը ամսի 25-ից հրապարակ թերթը, կարակ նույն ամսի 25-ին հրապարակ թերթը առավոտ հրատարակվել է, մի ժամից հետո Բաքուն արտատպել է, կարակ ստուգեք։ Ասում է, որ առաջի հանցագործը, գլխավոր հանցագործը անցել է Հակարի կամուրջը, ադրբեջանցին, հասկանալով, որ նավոտկա եք տալիս ուղիղ, ընդունում եմ որոշում, որ բոլորին ստուգել նոր բաց թողել։ Դուք եք հուշել ադրբեջանցուն, մինչև այդ հրաման չի եղել։ Ամբողջ տեսաժապավենը
Ես ոնց եմ անցնում հակարի կամուրջով։ Եվ այդ տեսաժապավենը նայելով, դիտելով, դուք տեսնելու եք, որ ամեն ինչ նորմալ, այդ ադրբեջանցիք ոչ մեկին չեն ստուգում, ոչ մեկի ազնագիր չեն նայում, ոչ մեկի դեմքին չեն նայում, ուշադրություններ չեն դարձնում։ Դուք ասել եք, որ դուք վերջինը դուրս կգաք Արցախից։ Այո, եթե ես պատասխանատու եմ, ամսի 20-ին առավոտյան Հայկ Խանոմյանի միջոցով դիմել եմ Ղարաբաղի նախագահին, ասել եմ, ասեք, ես պատրաստ եմ հենց հիմի վերցնեմ բանակցությունները իմ վրա եւ ամեն ինչ կարգավորենք։ Ինձ ասել են, չէ, դրա կարիք չունենք։ Դրանից հետո հանգիստ դուրս եմ եկել, լավ մնում եմ, ինչ անեմ։ Ոչ պատասխանատվություն եմ կրում, ոչ ինձ վստահում եք, ոչ բան։ Ես ձեր համար ավելի շատ դուք թուրքին եք վստահում, քան ինձ։ Դա համար ժողովուրդ, հաջողություն ձեզ, ես էլ գնամ կամաց։ Իսկ ինչպես եք վերաբերվում վերջին զարգացումներին կապված թրիփի օրինակ ուղու հետ, ինչ է սպասվում Հայաստանին։ Ասենք նայած, ոնց ենք պատկերացնում, ինչ ենք սպասում Հայաստանին։ Հայաստանը մոտել է մի ընդհանուր խաղի մեջ, որ տարածաշրջանային տուրբուլենտն է, ասենք ինչա գնալու, տարածաշրջանային զարգացում է լինելու, ինչ ասենք սայուզնիկները ովքեր են լինելու, մնալու են հիները, թե փոխվելու են նորերը եւ այլ, դրանց է կախված լինելու Հայաստանի ճակատագիրը, այս գործող իշխանությունը տանում է տեղափոխում է նոր խաղացողների հետ, սայուզնիկների հետ գործ ունենա, դա բերելու է ամբողջ տարածաշրջանը արյունայողության, այսինքն Ադրբեջանը այսօր Ռուսաստանի, Պարսկաստանի շահերի դեմ, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի եւ ինքը որպես տարանցիկ երկիր գործում է եւ Հայաստանին էլ պարտադրում է այդ ընդհանուրի մեջ Թուրքիայի հետ միանա։ Հայաստանն էլ միացել է ինտեգրման տնտեսական, քաղաքական եւ այլ։ Ինչ վտանգներ եք տեսնում, այսինքն ինքնավարության կորուստ։ Ես տարածաշրջանը ամբողջովին Ուզբեկստանից սկսած Կովկասով, Թուրքիայով, Պարսկաստանով, Ռուսաստանով, որ ուժային մեթոդի են դիմելու, փորձելու են տապորնի խնդիր լուծեն իրար հետ։ Դա եմ տեսնում եւ տեսնում եմ, որ դա չեն էլ թաքցնում, Ադրբեջանը այսօր զենք առնում 24 ժամ զինում է նորից, սովետական զենքերից ձեր բացատում տալիս է Ուկրաինային առնում է նորը, հա, Պարսկաստանը իր ուժերն է հավաքում, իրան է ուժեղացնում, չինական բան, Թուրքիան էլ արդեն մոնստր է, որպես տարածաշրջան, պարզ չի է սուր են գնում, թե պիտի ես ասեմ, պարզ գնում եք պատերազմի, ես էլ ասեմ մի արեք այդ բանը, մի գնացեք, դուք ինչի եք ասենք մտել այդ խաղի մեջ, դուք ձեր ճանապարհները կառուցեք, ձեր նավթամուղեր, գազամուղեր, ամեն ինչ կառուցեք, ձեր համար հանգիստ երկկողմանի պայմանագրի շրջանակում ապրեիք։ Ձեր բանակն է ստեղծեք, խաչապը ձեզ ինքները դուք պաշտպանեք։ Ոչ նա արիք, ոչ նա գնացիք Տրամպի ճանապարհը։ Ինչ Տրամպա, ինչ ճանապարհ է։ Ճանապարհը միջև լինի 6 հատ Տրամպա փոխվելու։ Ինչ Տրամպի ճանապարհ։ Հասկանում եք, չի կարելի։ Մենք ասենք մի սայուզնիկ ունենք, որը մեզ չօգնեց պատերազմի ժամանակ, հիմա գնում ենք մի երկրորդի մոտ։ Ոչ մեկ մոտ պետք չի գնալ։ Ռուսաստանն էր սայուզնիկ։ Այո։ Հիմա մենք ինքներս մեզ պիտի պաշտպանենք, մենք մեր վրա պիտի հույսը լինի, միշտ էլ մենք մեր հարցերը պիտի լուծենք։ Ռազմական բյուջեի կրճատումը վերջին 2 տարիների ընթացքում 100 միլիարդով կրճատվել է Հայաստանի ռազմական բյուջեն, իսկ Ադրբեջանը դրա ֆոնին շարունակում է զինվել։ Հիմնական, այսպես ասած, թեզը խաղաղությունն է, որ մենք հիմա կարիք չունենք զինվելու։ Ինչ բանակ է պետք հիմա Հայաստանին։ Արդյոք մենք ունենք ռեսուրսներ ժամանակակից բանակ ապահովելու համար։ Մենք ունենք եւ ռեսուրսներ եւ ժամանակակից բանակ ապահովելու համար մեր ժողովուրդը պաշտպանված լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական ներդրումներ լինի, որովհետեւ եթե չի պաշտպանված, դուք ձեր 100 միլիոնը չեք դնելու Հայաստանում, որովհետեւ վաղ կգրավեն։ Դրա համար
դուք չեք մտնի այդ դաշտ։ Դա համար տնտեսության հետ բանակը տնտեսություն դա ամբողջովին մի շղթա է, բայց մեր հասարակությունը անընդհատ տարանջատում է, որովհետև գործող իշխանությանը տենց է ձեռք տալիս, հա, գործող իշխանությունը փորձում է անընդհատ տարանջատի, ինքը ամենից խելոք է երևա, մնացածը անխելք են, բանակություն չէ, մեր ղեկավարությունը ասում է, գիտեք, մենք բանակ չպիտի ունենանք, որովհետև մենք մեկը ունենանք, չունենանք, ինչ բանակ էլ ունենանք, մենք որ պատերազմում մենք պարտում ենք։ Ոնց ենք պարտում, դա ասում է մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից Ադրբեջանն է։ Ինչ բանակ պետք է ունենանք, որ մեզ պաշտպանենք։ Մեզ պետք չէ այդ բանակը։ Ով ինչ ուզում է տանք իրան, սուսպուս ապրենք։ Ուզում եք փաստացի եմ ասում, իր բառերով։ Երկու ցուլա կաղնած կարմիր փալազը մեր ձեռքին, ուզում են մեջով անցնենք, մեզ պետք չի դա, չենք կարա, կամ պարլամենտում հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, ասում է, այդ որ ասում եք բանակ, այդ ինչ բանակ պետք է ունենաք, որ մեր հարևանների հետ բանանեք, ասենք, մարդ չէ հասկանում դա, չի հասկանում, մարդ բարձ ասում ես, չեմ հասկանում, բանակ ինչի է պետք, մեզ բանակ չպետք, են գաղափարով այսօր հիմի մեր երիտասարդ երեխեքը ամբողջովին համարյա մեծ տոկոսը գնում են սահմանապահ զորքեր, հա, կարող ենք համարել, որ մի քանի տարուց հետո ընդհանրապես կրճատեն, մենակ սահմանապահ մնա, դանով էլ վերջանա, այդ քաղաքականությունն է ընթանում, այսինքն ցավալի է, բայց փաստ է, պիտի արձանագրենք փաստը, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրներ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։